Ողջույն սիրելի հայրենակիցներ, բոլորս հիշում ենք Ստեփանակերտի գլխավոր եկեղեցին։ Մամուլում տեղեկություններ են հրապարակվել, որ Ստեփանակերտի գլխավոր եկեղեցին ոչնչացվել, հողին է հավասարացվել։ Օրեր առաջ էլ քանդել էին մեկ այլ եկեղեցի, եւ ես ուզում եմ հայամատական տանել, որ իսրայելցի զինվորը Լիբանանի տարածքում Հիսուս Քրիստոսի արձանը ջարդում էր եւ լուսանկարը տարածվեց, ամբողջ քրիստոնյա աշխարհը դատապարտեց, Իսրայելի վարչապետը խոսեց դրա մասին ափսոսանք հայտնելով, դատապարտելով, Իսրայելի բազմաթիվ պաշտոնատար անձինք, քրիստոնյա աշխարհը, բազմաթիվ քրիստոնեական կազմակերպություններ, եւ հիմա հայկական մշակույթի, քրիստոնեական մշակույթի, առաջին քրիստոնյա ազգի մշակույթի ոչնչացման վերաբերյալ հայկական պետականության արտաքին գործերի նախարարությունը, վարչապետի աշխատակազմը, նախագահի աշխատակազմը, անվտանգության խորհուրդը մեր, քաղաքասարակության ներկայացուցիչները, ովքեր ժպիտներով գնում են Բաքու, հանդիպումներ են անում, այստեղ են հրավիրում Ադրբեջանի KGB-ի ներկայացուցիչներին որպես քաղաքասարակության ներկայացուցիչներ, այստեղ են ժպիտներով հանդիպումներ անում, ծպտուն ձեն չկա, ոչ մեկ ծպտուն չի անում։ Մենք ով ենք դառել, ընդհանրապես մենք էս ովքեր ենք։ Այսինքն մեր պետական որևէ ինստիտուտ չի դատապարտելու սա։ Հիշում եք Ստեփանակերտի այդ մեծ եկեղեցին։ Հողին են հավասարացրել։ Խաչքարեր, բան ինչ կա, սա քանդում են, հողին են հավասարացնում։ Ու դուք հավատում եք նախաստորագրված բանին, հա, այս բան խաղաղության այս նախաստորագրված պայմանագրի այս փաստաթղթին։ Մենք ուղղակի բան ասենք, ես կարծում եմ, որ մեր իշխանությունները, այն մարդիկ, ովքեր պատասխանատու են այսօր այդ հայտարարությունն անելու, դատապարտելու, աշխարհին տեղեկացնելու, ՅՈՒՆԵՍԿՕ-ին դիմելու բան, դուք պրոստը ամոթ չունեք դուք։ Անվտանգության խորհրդի քարտուղարը հեղափոխության մասին գիրք ա գրել, բան գրում ա Հունաստան ինչ-որ կոնֆերանսի, Հիկմետ Հաջիևի հետ ընդ ինչ-որ բան քննարկելու։ Դուք ով եք ախպերս, ի՞նչ եք դառել դուք։ Դուք ձենք չեք անելու ոչ մի բան, ոչ մի բան չեք ասելու դուք։ Ես կարդում եմ, ես գժված նայում եմ, լավ, ես ինչ ա։ Ժորժան, հունիսի 7-ին մենք բոլորս հնարավորություն ունենք այս ամենը կանգնեցնելու։ Եթե չէ, հայկական քրիստոնեական մշակույթի ոչնչացումը շարունակվել է այսօրվա իրական Հայաստանի տարածքում։ Որովհետև այսօր ծպտուն չենք անում այն ամեն ինչի վերաբերյալ, որը տեղի է ունենում, որպես հայ, որպես մարդ, որպես քրիստոնյա, որպես պետություն։ Տարածեք։